Ջրի արտահոսքի հետքերով մասնավոր տուն է, ունենք խոնավացած հանգույց, բայց ջերմատեսիլը խոշոր հոսքեր չի արձանագրում, ավելի շատ այստեղ խոնավաչափն է հուշում, խոնավաչափով լվացարանի կողքերը եւ վանայի տակը գերխոնավ էր, անցնենք հետազոտությունների։ Վանայի անկյունից եմ արձանագրում հոսքը, այսինքն վանայի ցնցուղը պահած վանայի անկյունում հոսում եմ։ Այսինքն ուղղորդած ըստեղից էլի թեթև հոսք ունենք, պլյուս վանա լվացարանից է երևում հետքագծով որ գալի լցվում է տակը, այսինքն լվացվելուց վերևից գալիս է ու այս անմշակ տեղերով լցվում մեջը, բայց հիմնականում այս սառը աղբյուրից, այսինքն սառը խողովակից ունենք առաջացող կաթիլ ու ուղղորդած գնում է դեպի պատը։ Հեսա մեր ճնշումներ տան։ Սառը ջրից էլ է խոշոր անկում, այսինքն ճնշումներով սառը ջրից էլ անկում ունենք, հասկանանք որտեղից է։ Սառը ջրի համակարգից այս հատվածում անկում ունենք, հեսա տնենք պատվիրատուն ինչ է որոշում, կանենք բացենք։ Հես էլ արտահոսքը օդի տեսքով, այսինքն ստեղ ունենք դետալ, սա օդն է աղմկում, ջուրը անջատել ենք, այս կարգի ինքը ներքևը հոս է կորել, շատ վաղուցվա հոսք է, այսքան է։